Կան մարդիկ, ովքեր ինչ-որ կեղտոտ նեգատիվ ծրագրեր են անում մարդկանց վրա, սա նրանց է վերաբերվում, հարց ուղեք, արդյոք ձեր պատվերը, ում դուք պատվիրել եք մոգական գործողություն եք արել, ազդել է, թե ոչ։ Արդյոք ազդել է ձեր պատվերը մոգական գործողության այն մարդու վրա, ում դուք պատվիրել եք։ Ոչ, այդ մարդու կյանքում փոփոխություններ են ներկա կատարվում եւ դա կապ ունի ոչ միայն նրա հետ, որ չի ազդել, այլ այստեղ մենք տեսնում ենք արագիլը ինչի հետ կապ ունի, նաեւ արագիլը կապ ունի նրա սա կնոջ քարտ է, մայրական կողմի հետ, որը գալիս է տոհմից, տոհմը նրա ուժեղ է եւ պաշտպանում է նրան։ Արդյոք ձեր մոգական գործողությունը ազդել է այն անձի վրա, ում պատվիրել եք դուք։ Ոչ, այստեղ բավական մայրական կողմից պաշտպանված է։ Եվ կստացի, այն ինչ դուք արել եք, դա բավականին ցավոտ կարող է ձեզ հետ վերադառնա, ինչը հետաքրքիր էր։ Այո, եւ դուք այդ մասին չգիտեք, լռում եք եւ դա այդ անձի ռոդի հետ կապ ունի։ Կորին, տոհմի հետ, ինքն իրան ընկավ եւ տեսնենք այդ ինչ բումերանգի մասին է խոսքը, դուք այստեղ միգուցե փորձել եք խորամանկել ինչ-որ հարցում, որ անձին վնասեք, լռում եք հիմա այդ մասին, բայց ցավոք սրտի դա կարող է ինչ-որ մեկի համար ողբերգությամբ ավարտվել, անգամ այստեղ մահի հետ կարող է կապ ունենալ, որ եթե դուք ինչ-որ մեկին պատվիրել եք, տոհմը ուժեղ է եւ ձեզ հետ է վերադառնալու ազգականի մահով, դուք դա կլսեք։ Դրա համար անելուց առաջ դուք պետք է մտածեիք, նոր քայլեր անեիք, որովհետեւ դուք դրա իրավունքը չունեք։ Այդ մասին խոսում է նրա ռոդը, մայրական կողմը, Եվ ձեզ մեղադրեք այդ մարդու մահվան մեջ, որովհետև նրա վրա չի ազդում, դա պրիլոտ է կոչվում ձեզ, եւ դա ձեզ պետք է մտածելու տեղ տա, որ երկրորդ անգամ նման բան չանեք։ Իսկ կոնկրետ ձեզ ինչ է սպասվում, ով դա պատվիրել այդ մոգական գործողությունը։ Ձեզ մոտ փակվելու է ամեն ինչ։ Դա գահ քարտը վերջում դուրս եկավ, եթե այն մի փոքր բանն էլ ձեր մոտ հույս էր տալիս, ոչ, դա փակվելու է, եթե դուք հույսեր ունեիք, որ ձեր կգցեիք այնտեղ, ինչը ձեզ ցավոք սրտի չէր վերաբերվում, փակվելու է, դա գաղն է։